Բոլորը գիտեն, ոչ մեկ էլ չի ասում։ Նրանք պայմանավորվել էին, որպեսզի թուրքերը հարձակվեն, մերոնք կփախնեն եւ հարցը կլուծվի, հողերը կհանձնեն, մի քանի հազար երեխա կկոտորվեն ու վերջ։ Ուզում եք ասել իշխանություններն են։ Իշխանությունները երկրի նախագահի գլխավորությամբ Լևոն Տեր-Պետրոսյանի նախկին, Քոչարյան Ռոբերտի եւ Սերժ Սարգսյանի։ Այս ազգի թշնամին ես ասել եմ իրենք են, մինչև իրանց չվերացնենք, հաջորդը չի պրկվի։ Իրանց նախկին ներկա հանցակազմով, իրանց բանդաներով, իրանց թալանչիներով, իրանց մարտասպաններով։ Ով շատ հայ է սպանել, ով շատ հայ հաջորդին թալանել են, նրան տվել են գեներալի կոչում, նախարար են տվել, պաշտոն են տվել, անսահմանափակ իրավունք են տվել։ Ես ասեմ ձեզ, պատերազմից ավելի վատ բան Հայաստանի մեջ է կատարվում։ Դա անհանդուրժելի է։ 15 թվականի եղեռնի նման բան չի կատարվել։ Երիտասարդ մարդուն մոր դեմը ծեծելով սպանել։ Արդեն գազանություն է։ Սա արդեն վերջն է, բայց իրանց վերջն է, մեր սկիզբն է։ Իրան ժամանակը լրացել է։ Ոնց կարող է պատահի զինվորը փամփուշտ չունենա։ Ոնց կարող է պատահի, որ ագանապատված ճանապարհներով տանջերը գան լսվեն թալիշ եւ ոչ մեկը ագանի վրա չլինի, երբ որ այդտեղ ագանապատված է։ Ոնց կարող է պատահի երկրի նախագահան ելնի կանգնի ասի մենք կռվել ենք 80 թվականի զենքերով։ Եվ ոչ մեկը ձայն չանի։ Խո մենք էս չենք։ Բա ոնց է լավ, այս 20 տարի ասում եք տարածաշրջանում հայկական բանակը ամենամարդունակն է, ամենահզորն է։ Ինչպես պատահեց, որ ամենահզոր, ամենամարդունակ բանակի դիրքերը լսվան մեր երեխեքին արին մորտազերծ։ Իրենց կամքով է սա արվել։ Թուրքերը նման բան չեն կարող։ Թուրքերը մեզ թշնամի երբեք չեն կարող լինի։ Ադրբեջանցիները մանավանդ չեն եղել, չեն էլ կարող։ 94 թվականին նրանք փախնում էին։ Մենք արդեն պայմանավորվել ենք, որ հասնել ենք Քուրգեդին, բոլոր կամուրջները տրաքցնելու ենք։ Լևոն Տեր-Պետրոսյանը դոշը դեմ տվեց, Կուրսկը դեմ տվեց, թևերը փռեց, Ադրբեջանի վրա փրկեց։ Ադրբեջան պետություն չպետք է լիներ։ Մենք Քուրը կգրավեինք մինչև Նախիջևանը գրավենք, այնտեղ թալիշները ու լեզգիները կելնեն եւ Ադրբեջան գոյություն չեր ունենա։ Ինքը պահեց կյանքի գնով Ադրբեջանը։ Ինքը պետք է պատասխան տա։ Այս ամեն ինչի գլուխ գործոցը ինքն է։ Ոնց կլինի երկրի նախագահան գնա իրատուն, պայմանավորեն, թե ինչպես խապեն հայ ժողովրդին, ինչպես բանեն, որ հայ չիմանա, որ իրանք են հայ թշնամին։ Մեր զինվորը աշխարհում ամենակաչն է։ Հայ զինվորը մեզ պաշտպանեց պատերազմի դաշտում։ Անտամը հատվեց, մորտազերծ է լավ։ Ես իմ աչքովս եմ տեսել։ Բայց մենք իրան չպաշտպանեցինք։ Մեր զավակներն են, չէ՞։ Մենք գիտենք ով իրեն սպանեց։ Թուրքի ձեռով մեր իշխանավորները։ Ոնց կլինի այս ազգի կրագու պատիժ խորհրդարանի նախագահ կոչվածը ասե փող չունենք, զենք չենք առել։ Արագ ձեզ համար փող կա, հայ ժողովրդի համար չկա։ Բայց այդ 100 միլիարդավոր դոլարները, որ թալանել եք հայ ժողովրդից, հազարավոր տոննաները ոսկի քան է տարեկան 110 տոննա մենակ ոսկի, մաքուր ոսկի, այդ ամենացածր տվյալներով տանում եք։ Զինվորը ջուր չունենա, զինվորը կանեստր չունենա, որ բանը պոստում ջուր տանի, ծառավ է մնում։ Մի բագլաշկով, մի լիտր ջուր չի տանում բագլաշկեն։ Այդ է իր օրվա ջուրը։ Բայց զինվորը պետք է լվասի, պետք է մաքրվի։ Կանեստր չունենա, շուկ լֆիկ սամոն օրական միլիոնավոր մեշոկները արդադրում, մեշոկ չկա այնտեղ, մենք մեշոտ ենք տարի, որ ավազը հողը լսեն, իրանց դիդակետները սարքեն։ Որ մեկն ասես։